Այս պահին իմ զրուցակիցը Արարատ ցեմենտի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանն է։ Պարոն Պողոսյան, կասեք, թե ընդհանուր առմամբ ինչ աշխատանքներ են այստեղ տարվել, գիտենք, որ խուզարկություններ են եղել, որ ժամին են սկսվել եւ ինչ է ձեզ հայտնի։ Հիմա դադարեցված են խուզարկությունները, թե ոչ։ Բարև ձեզ։ Գործողությունները սկսել են առավոտյան 8 չեղած երևի 7:30-ից 8 ընկած սահմաններում մի անգամից լայնածավալ, այսպես ասած, գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախցնելով, ֆիզիկական ուժ գործադրելով, վախցնելով թե հեսակը ձեռքբակալեն, հանկարծ միջամտեք, ի վերջո իրանք իրենց աշխատանքն են անում, սեփական տարածք կա, սեփական տարածք մտնելուց պետք է ներկայանալ, բայց չէ, ապօրինի ձևով վախցնելով, այլ եմ ասում, ոմանց վրա նույնիսկ ֆիզիկական ուժ գործադրելով, ներխուժել են տարածք, այնուհետև մոտեցել են վարչական շենքին։ Որպես այդպիսին իրանք ներկայացնում են, որ կա դատանի որոշում, պիտի խուզարկություն անեն, դատանի որոշման մեջ, բայց նման բան չկա, խուզարկության որոշում չկա, նույնիսկ գրված է, որ աշխատասենյակներում հարակից տարածքներում խուզարկությունը արգելվում է, բայց ու դրա մասին մենք, այսինքն եւ մենք եւ փաստաբանները իրանց հերթին ովքեր միջնորդում են, որ նման գործողություն անելու իրավունք չունեք, իրանց պատասխանը հետևյալն է. մենք մեր գործողությունը անում ենք, գնացեք բողոքեք մեր գործողությունների դեմ։ Ներկայացել են որպես քննչական կոմիտեի աշխատակիցներ։ Ասեմ, որ առավոտյան, երբ որ արդեն մոտեցել են գործանին, քանի որ գործանը ինքը հերթափոխային աշխատանք ունի, հերթափոխի աշխատողները դուրս են եկել, բոլորին դուրս են հրավիրել, այն մարդիկ, ովքեր պետք է գան հերթափոխ ընդունել, այսինքն գործանի աշխատանքը ապահովեն, չեն թողել, ոչ մեկի չեն թողել ներս մտնել, դրանով պարալիզացնելով եւ գործանի աշխատանքը չգիտակցելով, թե ինչ ահռելի վնասներ կարող են հասցնել ընդհանուր միջև, եթե չհետևենք նաև էկոլոգիական վնասներ կարող լինի, եթե ճիշտ չհետևի գործանի աշխատանքային process-ին։ Ինչպես նկատեցիք, դադարեցվել է բարձրում ամբողջ բարձրան process-ը, որը կարծում եմ էլի հանրապետության այս շինարարական process-ը նույնպես կոլապսի կենթարկվի։ Հնարավոր ձևերով փորձել են պարալիզացնել այո։ Մենք տեսանք նաև ավտոբուսներ կային այստեղ ճանապարհին, հա, եկել են աշխատակիցներին տանեն եւ տասենք մեքենաներ մեծ ցեմենտի, այսինքն չեն կարողացել մոտենալ եւ աշխատանքը իրականացնել, այստեղից ինչ աշխատանքի համար էին եկել։ Ցեմենտի մեքենաները, որ դուք տեսաք, դրանք գնորդներն են, այսպես մեր ընկերության ցեմենտի գնորդներն, ովքեր գալիս են ցեմենտը գնում տանում են, եկել են հերթական իրանց աշխատանքային օրը, որպեսզի ցեմենտը բարձր իրանց մեքենաները գնան, բայց ի սկզբանե process-ը ինքը դադարեցված է եղել, ոչ մի բան չի իրականացվել, այսինքն ամբողջ եւ դա բարձրման process-ը եւ վաճառք չի եղել եւ այո ավտոբուսները ովքեր եւ ապահովում ենք, քանի որ ինքը գործանը բնակավայրից հեռու է, ապահովում ենք մեր աշխատակիցների եւ գործան գալը եւ աշխատանքից հետո իրաց տուն ենք տանում, դրանով իսկ այո խանգարել են եւ գործան մտնողներին իրանց որպեսի աշխատանքը կատարեն, բոլորին թե գնացեք, ներս չեք կարող մտնեք, մարդիկ էլ ստիպված տորոյ գնացել են իրանց տներով։ Պարոն Պողոսյան, հիմա ինչ վիճակ է, դուք նշեցիք, որ արդեն քննչական կոմիտեի աշխատակիցները գնացել են, հա։ Քիչ առաջ գնացին, այո, ինչպես ասեցի, մեկնաբանում են իրանք իբրև խուզարկություն են անում, բայց չունենալով թե ոչ դրա, փաստաբանել ամենայն դեպս տենց ներկայացրեց, քիչ առաջ փաստաբանել դուրս եկավ մեկնաբանելով թե չունեն դրա իրավունքը, թե իրենց գործողություններն ապօրինի դատանի որոշմանը չի խոսում։ Հետևյալ գործողությունները վարչական շենքի աշխատասենյակներն են ամբողջությամբ կապարակնքել են, վարչական շենքի մուտքն են ամբողջությամբ կապարակնքել։ Հետագայի մասին ոչինչ չեն ասել, այսինքն հետագա ոնց ենք աշխատելու, ինչ ենք անելու, ի վերջո գործանը պիտի աշխատի 1000 եւ ավել մարդ պիտի աշխատեն, այդ մարդիկ հասկանան գալու են գործի, չեն գալու գործի, այդ մարդկանց ճակատագիր, այդ մարդկանց վարձատրելու հարցը, այսպիսի բազմաթիվ հարցեր կա, որոնք այս պահին դեռ հարցականի տակ են։ Թեկուզ մեկ օր չաշխատելով գործարանը ինչ վնասներ է կրում։ Գործանի վնասները բազմաթիվ են։ Նախ կանանք սկսենք նրանից, որ հենց ինքը ցեմենտի, այսինքն այդ մարդկանց հետ կապված աշխատանքի չհաճախելը, այս պայն չգիտենք ինչ կարգավիճակով է, այդ մարդիկ գալու են, չեն գալու,
Ի վերջո նման ձև, այսինքն ինքը գործանը կան սարքավորումներ, որոնք այսօր այլևս չեն արտադրվել են խորհրդային ժամանակաշրջանում, դրանց փոխարինողը չկա։ Նման կերպով, ասենք, վթարային կանգար ստեղծելով այդ սարքավորումները անջատել, չգիտենք դա ինչ հետևանք կարող ունենա նույնիսկ սարքողման համար, այսինքն դրանք շատ վտանգավոր են ամբողջ հետագա արտադրական process-ը վերականգնելու համար։ Փաստորեն անորոշ ժամանակով, այսպես ասած, մարդիկ գնացել են տուն ու չգիտեք երբ կարող է սկսվել աշխատանքներ, իսկ ինչ են արգրավել են, ինչ որ բան է ստեղծել։ Չէ, ոչ մի բան չեն արգրավել, նույնիսկ արգրավելու, այսպես ասած, բան չունեին, որոշում չունեին, իրավունք չունեին, ոչ մի բան չեն արգրավել, միայն վարչական շենքն են ամբողջ աշխատասենյակներն են կապարակնքել եւ վարչական շենքի մուտքն են կապարակնքել։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։